Հիսուսը միշտ նայում է մեր սրտերին, բոլոր դեպքերում, բոլոր իրավիճակներում։ Հիսուսը միշտ նայում է մեր սրտերին։ Նա չի նայում մեր սխալներին, նա տեսնում է մեր սխալները, բայց նա չի նայում մեր սխալներին, այլ նայում է մեր սրտերին։ Եվ մեր սխալները մեզ նրբորեն ցույց տալով, նրբորեն ուղղում է դրանք և սովորեցնում մեզ, այդ ընթացքում մեզ սովորեցնելով։ Հիսուսը նայում է մեր սրտերին և նրան դա է կարևոր, թե ինչպիսին է մեր սիրտը սխալի ժամանակ, սխալից առաջ, սխալից հետո, ինչպիսին է մեր սիրտը։ Տիրոջ համար մեր սիրտն է կարևոր, նա մեզ քննում է մեր սրտերով և ինչքան էլ որ մենք լինենք Տիրոջով, լինենք Հիսուս Քրիստոսով, խոնարհ լինենք նրան, քայլենք նրա հետևից, միևնույն է, մենք երբեմն գործելու ենք սխալներ, չէ որ մենք մարդ ենք և միայն Տերն է կատարյալ և մենք կարող ենք սխալվել, սայթաքել, բայց Տերը միևնույն է նայում է մեր սրտերին և Տերը թույլ է տալիս այդ սխալը երբեմն, թույլ է տալիս, որ դա լինի, որովհետև երբ մենք պատկանում ենք Հիսուս Քրիստոսին, ամեն անգամ, եթե մենք կանգնում ենք մի ճանապարհի վրա, մի ուղղության վրա, որը կարող է մեզ սխալ տեղ տանել, այսինքն մենք կարող ենք սխալ գործել, Սուրբ Հոգին մեզ հուշում է, որ մի արա դա կամ մի գործիր այսպես կամ մի ասա դա կամ մի ասա այսպես, որովհետև դա ճիշտ չէ, դա ինձանից չէ։ Այսինքն Տեր Հիսուս Քրիստոսը մեզ ամեն պահ, ամեն վայրկյան ուղղորդում է, ուղղում է, օգնում է, երբ մենք պատկանում ենք նրան ամբողջովին, երբ մենք ընդունում ենք նրա կամքը և խնդրում ենք, որ նա գործի մեր կյանքում, որ նա լինի մեր մեջ, այդ ժամանակ մենք թույլ ենք տալիս և խնդրում ենք, որ Տերը գործի մեր մեջ։ Այդ ժամանակ Տերը իր Սուրբ Հոգով ամեն պահի մեզ ուղղում և առաջնորդում է, որովհետև դա մեր կամքն է և Տիրոջ կամքն է։ Տերը երբեք չի գործում մեր կամքին հակառակ, նա մեր կյանքում գործում է այնքան և այնպես, ինչքան որ մենք ենք թույլ տալիս և ինչքան և ինչպես որ մենք ենք խնդրում, ուզում, այսինքն բաց ենք Տիրոջ առաջ և մեր կամքն է, որ Տերը գործի, Տերը ուղղորդի, Տերը սովորեցնի, Տերը ցույց տա և Տերը օգնի մեզ և լինում են պահեր, որ մենք քայլում ենք մեր ճանապարհով, այսինքն Տիրոջ ճանապարհով նրա հետևից, չէ որ դա է մեր ճանապարհը, մենք արդեն ընտրել ենք և մենք Տիրոջ հետևից քայլելով տեսնում ենք ամեն պահ նրա ներկայությունը մեր գործերի մեջ, մեր խոսքերի մեջ, մեր մտքերի մեջ, մեր սրտի մեջ, մեր արարքների մեջ և գոհանում ենք և ուրախանում ենք, թե ինչ լավ է, որ Տերն է գործում, որ Տիրոջ կամքը կա մեր կյանքում և ուրախանում ու գոհանում ենք, որ սխալներ չենք գործում, ուղիղ ենք քայլում, բայց լինում է պահեր, երբ չարը մեզ խանգարում է և մենք չենք կարողանում ամբողջովին լսել Տիրոջ ձայնը և սխալվում ենք այդ պահին, բայց դա Տերը թույլ է տալիս, չէ որ թույլ է տալիս և քանի որ ամեն ինչ այս աշխարհում, ամեն ինչ լինում է միայն Տիրոջ կամքով, ոչինչ չի կարող գործել այս աշխարհում, եթե Տիրոջ կամքը չլինի դրա վրա և երբ մենք սխալվում ենք ու Տերը թույլ է տալիս, մենք պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր վատի մեջ Տերը գործում է ամենալավը, Տերը ամենակարող է և ամենավատը թվացող իրադրության մեջ Տերը պատրաստել է լավագույնը մեր համար, ուրեմն նա մեզ սովորեցնում է դեռ, մեզ ավելի լավն է դարձնում, ճիշտ է մենք միշտ սովորելու բան ունենք Տիրոջից, բայց եթե այդ սխալը թույլ է տվել Տերը, որ դու գործես, թողել է, որ դու անես այնպես, ինչպես դու ես որոշել, այսինքն չես լսել Տիրոջ ձայնը և սխալվել ես, նա թույլ է տալիս, որովհետև հենց այդտեղ նա քեզ սովորեցնելու ինչ-որ բան ունի, որը այլ կերպ քեզ հետ չէր ստացվի, այլ կերպ դու Տիրոջ ձայնը չէիր լսի և նա թույլ է տալիս այդ սխալը քո կյանքում ու հենց այդտեղ քեզ ավելի ուղղում է, մաքրում է, սրբում է, ավելի արդար է դարձնում, ավելի ազնիվ է դարձնում, ավելի ճիշտ է դարձնում։ Եվ եթե դու սխալվել ես ու հասկացել ես քո սխալը, մի վախեցիր,
մի անհանգստացիր, թե Տերը քեզանից կհիասթափվի, թե Աստված քեզ այլևս չի սիրի նույն կերպ, չմտածես, չվախենաս, թե Տերը երես կթեքի քեզանից, որովհետև դու սխալվեցիր, չմտածես, թե նա առաջվա պես քեզ չի սիրի, չմտածես, որ դու քո Տիրոջը հիասթափեցրիր, քո Աստծուն, քո Հորը հիասթափեցրիր, եւ նա այլևս նույն սրտով ու նույն աչքերով չի քեզ նայում ու սիրում։ Ոչ, Տերը քեզ միշտ նույն կերպ է սիրում։ Սերը չի փոխվում Տիրոջ։ Նա քեզ սիրել է դեռ ամենամեղավոր, ամենակեղտոտ, ամենասխալված ժամանակ։ Նա քեզ ընտրել է հենց ամենամեղավոր ժամանակ, եւ Տիրոջ սերը երբեք չի փոխվում եւ չի փոփոխվում։ Այն ամենակայունն է այս ողջ տիեզերքում։ Տիրոջ սերը իր զավակների հանդեպ դա անփոփոխ է։ Նա քեզ ընտրեց, երբ դու դեռ մեղավոր էիր, երբ դու անմաքուր էիր։ Եվ երբ դու անցնում ես այն ճանապարհով, որը Տիրոջն է պատկանում, ու այդ ճանապարհին հանկարծ ինչ-որ միտեղ սխալվում ես, չես լսում Տիրոջ ձայնը, շեղվում ես, ինչ ես կարծում, եթե քեզ նա ամենակեղտոտ ժամանակ սիրեց, ամենամեղավոր ժամանակ, միթե սխալվելու, սայթաքելու համար էլ նույն կերպ չի սիրի։ Նրա սերը միշտ նույնն է, միշտ հավերժ է եւ կայուն է, եւ ամենազոր է, եւ ամենաուժեղն է, եւ ամենաամուրն է։ Մի անհանգստացիր, որ Տերը այլևս քեզ չի վստահի։ Ոչ, Տերը քեզ ճանաչում է շատ լավ եւ նա գործում է քո մեջ։ Եվ երբ Տերն է գործում քո մեջ, դու դառնում ես կարող, դու դառնում ես վստահելի։ Այդ ամենը Տերն է քեզ տալիս։ Նա հույսը քեզ վրա չի դնում, դու էլ քո հույսը քո վրա մի դիր։ Նա հույսը իր վրա է դնում, որովհետև նա է գործում քո մեջ։ Նա սիրում է քեզ անսահման, սխալ կամ անսխալ, մաքուր կամ անմաքուր, նա սիրում է քեզ անսահման։ Երբ ինչ որ սխալ բան տեղի կունենա քո կյանքում, չընկճվես, չկոտրվես, չթուլանաս մտածելով, որ քո հայրը երկնային քեզ այլևս չի վստահի կամ այլևս նույնը չի լինի ձեր հարաբերությունները եւ դրանից ավելի չընկճվես, խնդրում եմ։ Հիշիր, որ նա քեզ սիրել է սկզբից ու սիրելու է մինչև վերջ, մինչև հավիտենականություն։ Խնդրիր Տիրոջը, որ քեզ ուժ տա եւ ցույց տա իր ճշմարտությունը եւ տանի նորից իր հետևից, իր ճշմարիտ ճանապարհով։ Բոլորս ենք սխալվում, որովհետեւ մենք մարդ ենք եւ Տերը մեզ սիրում է անկախ ամեն ինչից։ Չդատես քեզ, չքննադատես քեզ նրա համար, որ դու սխալվել ես, որովհետև դա միայն չարն է, որ ուզում է, որ դու սխալվելուց հետո շարունակես քեզ մեղադրել եւ դատել, որովհետև դրա արդյունքում դու ուղղակի թուլանալու ես եւ ավելի ես Տիրոջից հեռանալու։ Միայն չարն է ուզում, որ դու քեզ շարունակես դատել եւ մեղադրել նրա համար, որ սխալվել ես։ Իսկ Տերը սպասում է քեզ, սիրում է քեզ եւ քեզ հետ է։ Նա քո սխալի միջոցով քեզ ավելի լավն է դարձնելու, ավելի նոր բաներ է սովորեցնելու եւ տանելու է նորից իր հետևից, իր ճանապարհով, այնպես որ քեզ մի վստահիր, Տիրոջը վստահիր։ Եվ սխալից հետո խնդրիր, որ քեզ ուժ տա, ոտքի կանգնես եւ ավելի հավատարիմ կերպով քայլիր Տիրոջ հետևից։ Մի թող որ չարը ուրախանա։ Դու ընկել ես եւ նա ուրախացել է եւ հիմա ամեն ինչ անելու է, որ ոտքի չկանգնես։ Մի թող որ չարը ուրախանա։ Եթե դու սխալվել ես Տիրոջ սրտում, ոչինչ չի փոխվում։ Նա քեզ նույն կերպ է սիրում եւ նա քեզ նույն կերպ է սպասում եւ նա քո կողքին է։ Շարունակիր քայլել Տիրոջ հետևից։